Պարոն Ղազարյան, դուք 44-օրյա պատերազմի մասնակից եք, նաև բոլորին դեմ կուսակցության անդամներից եք։ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, վերջին շրջանում քարոզարշավի ժամանակ այն որակումները, որ ինչու չեք մահացել օրինակ պատերազմի ժամանակ, ինչու եք ողջ, ձեզ որպես պատերազմի մասնակից, ինչքանով են վիրավորում եւ ինչ կասեք, ինչպես կարձագանքեք այս խոսքերին։ Կասեմ ներողություն, որ չենք զոհվել, թեև 9 ընկեր է զոհվել իմ ընկերներից 9 հոգի է զոհվել իմ կողը, բայց կներեք, որ ես էլ չեմ զոհվել ու մեր կամավորական վաշտի մյուս տղաներն էլ չեն զոհվել, չգիտեմ, դա իր փափագը, արյան փափագը կհագեցներ թե չէ, բայց ներողություն եմ խնդրում, հաջորդ անգամ անպայման կուղեմ այդ սխալը, թեև փորձել եմ այդ սխալը ուղղել 20 թվականից հետո 21 թվականի սահմանային բախումների ժամանակ, 22 թվականի Վարդենիսի ուղղությամբ ներխուժման ժամանակ, 23 թվականին էլ դուք չթողեցիք, արգելեցիք, որ հայկական բանակը գնա եւ Արցախի իր հայրենակիցների համար, ով ցեղասպանության էին ենթարկվում, ովքեր կռվի, փաստացի Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից դարձավ Արցախի էջը փակող մի հայտարարությամբ, որ տեղ գյուղից այն կողմ այլևս Հայաստան չկա եւ հայկական բանակը չի շարժվի իր տեղից, փաստացի մեր քույրերին ու եղբայրերին մենակ թողեցինք։ Նիկոլ Փաշինյանը իր այս ագրեսիվ վարքը դրսևորելով, կարծես թե կապում է միայն արցախցիների հետ, երբ որ լսում է արցախցիների անունը, նա այսպիսի վարք է դրսևորում, իսկ ըստ ձեզ ինչով է պայմանավորված։ Ոչ միայն արցախցիների, եթե կհիշեք, սկզբից համաձայն նրա կնոջ մեղավոր էին 11000 դասալիքները, հետո մեղավոր էր Մովսես Հակոբյանը, հետո մեղավոր էր Վիտալի Բալասանյանը, հետո մեղավոր էր Իսկանդերը, որ 100%-ով չէր տրաքել, հետո մեղավոր էին, չգիտեմ, ռուսները, հետո մեղավոր էին անգլիացիները, բոլորը մեղավոր էին բացի Իրանից։ Սա շատ հստակ մեղքը սեփական մաշկի վրայից ուրիշի վրա բարթելու միջոց է եւ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին նույն այս երևույթը բեմականացրեց ընտրությունների ժամանակ, այն ժամանակ պատերազմը դեռ նոր էր ավարտվել, դեռ հուզական մակարդակը շատ բարձր էր, հասարակությունը չհասկացավ այդ բեմականացումը։ Նա փորձում է նույն բեմականացումը կրկնել 26 թվականին, կրկնել նույն բևեռացումը, չգիտեմ ինչ որ եռագլուխ ֆանտաստիկ հրեշների միջոցով ուզում է մանիպուլացնել, ուզում է բևեռացնել հասարակությանը, որպեսզի ասեն ոչինչ, թողես մեր հարիֆը մնա, թողես մեր անմեղ Նիկոլը մնա, ինչա ուրիշները չկան, գրողին թե հեսա անկլավները չի տալու, գրողին թե Միչանսկը չի տվել։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, ասում է, հիմնականում իր խոսքերը ուղղված են նրանց, ովքեր ասում են վերադարձ Արցախ լինելու է։ Ասում է, եթե դուք ուզում եք վերադառնալ Արցախ, եթե այդպես կապված եք Արցախի հետ, ինչու չմնացիք Արցախում, ինչու հետ եկաք։ Սրան է վերաբերվում իր այդ կոչերը։ Ոնց պետք է մնային Արցախում, երբ դուք մի ստորագրությամբ Արցախի քարվաճառն ու Լաչինը հանձնեցիր թշնամուն, ոնց պետք է մնային այդ մարդիկ Արցախում, ոնց պետք է կռվեին։ Իմ ընկերները, բազմաթիվ ընկերներ ունեմ, որ այդ ժամանակ Արցախում են եղել եւ մասնակցել են այդ մարտերին։ Ասում եմ, ինչի երկար չդիմացաք, ասում եմ, ուժ չունենք, սոված էինք։ Ասում եմ, զինվորը դիրքերում սոված էր, հաշ չունենք ուտելու։ Կռվել ենք այնքան, ինչքան մեր ուժերը բավականացրել է։ Բենզին չունենք, որ տեխնիկա տեղաշարժեինք։ Ոնց պետք է կռվեր։ Բացի այդ, ամենակարևորը հույս չունեին։ Իրանք գիտեին, որ իրանց ռեսուրսը սահմանափակ է, իսկ Արցախն էլ 4 կողմից շրջափակված է, ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք հույսով ավելի երկար կկռվեն, եթե իմանային, որ Հայաստանից իրենց եղբայրները ճեղքելու են եւ իրենց օգնություն գան։ Բայց երբ նրանք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը կռիվը դեռ չսկսած հայտարարում է, որ հայկական բանակը իր տեղից չի շարժվելու, այդ հույսն է, այդ հույսը զինվորի վերջի փրկողակն է, երբ այդ հույսն էլ է մեղնում, էլ դիմադրությունը դառնում է անիմաստ։ Ասում է, եթե Հայաստանը, հայկական բանակը խառնվեր, ապա ամեն ինչ ավելի վատ կլիներ, մենք կկորցնեինք նաև Հայաստանը։ Իսկ տեսնես ով է դրա մեղավորը, ով է հասցրել ռազմաքաղաքական այդ իրավիճակին։
թե ինի ուրիշ Նիկոլ Փաշինյաններ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրող այլ մոլորակայինները գողացել հիմա ուրիշ Նիկոլ Փաշինյանն է։ Իր որոշումների արդյունքն է, իր ապաշնոր կառավարման արդյունքն է։ Այդ որ խոսում են 11000 դասալիկ կար։ Իսկ միգուցե խորանանք, թե ինչու 11000 դասալիկ կար։ Անդրանիկ Քոչարյանը իր բերանից մի երկու բան փախցրեց այդ մասին քննիչ հանձնաժողովի հետ կապված։ Պարզվեց, որ պատերազմից առաջ Հայաստանը նախատեսված էր, որ կային պահեստային զորամասեր, որոնք համալրված էին եւ ռազմատեխնիկայով եւ սպայական կազմով, եւ մոբը պետք է ուղակի որպես զինվոր համալրեր այդ զորամասերը կառուցվածքով զորամասեր են եւ այդ զորամասերը պետք է կոնկրետ ուղղությունների վրա խնդիր կատարեին։ Օրինակ, ճեղքումը տեղի ունեցել ջրականի ուղղությամբ։ Այդ ուղղությամբ պետքա Գորիսի եւ Կապանի մոբիլիզացիոն զորամասերը գնային եւ դիրքեր զբաղեցնեն երկրորդ էշելոնում։ Բայց այդ զորամասերը հունիս ամսին իր գենշտաբի պետ Արտակ Դավթյանի հրամանով ուղղակի լուծարվել են։ Եվ այն մոբը, որ տարվել է Արցախ, տարվել է անկազմակերպ, ոչ զորամասերի կազմում, առանձին վաշտերի կազմում, որ ուղղակի մարտունակ չի եղել։ Իսկ միգուցե այդ ամեն ինչի պատասխանատուն հենց իր իշխանությունն է դրա համարել մեղքը բարթելու համար, թիրախավորում է արցախցիներին։ Դուք նաև ծանր վիրավորում եք ստացել պատերազմի ժամանակ, ինչ է զգում այն զինվորը, այն տղան, ով պատերազմի ժամանակ կանգնել եւ կռվել է Արցախում ու հիմա ասում են ինչու դու չես զոհվել։ Դավաճանված է զգում։ Ես այդ պատճառով դեռևս նախորդ տարի հունիս ամսին, սեպտեմբեր ամսին կներեք, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան շարժումը դա պատմական սխալ է եղել եւ պետք է մոռանանք դա, ես շքանշաններ ունեի ստացած, մարտական խաչ եւ մարտական ծառայություն մեդալներ, մեկը ստացել էի Արցախի նախագահի կողմից, մյուսը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Ես ի նշան բողոքի իմ այդ երկու մեդալներն էլ կառավարության դիմաց նետեցի իրանց դիմաց եւ հիմա էլ ինչ կարամ զգամ, ես մի բան եմ զգում եւ կոչ եմ անում իմ հայրենակիցներին այդ զգացողությունը ուղղակի դարձնել քվե, գալ տեղամաս եւ պատժել այս անպատասխանատու իշխանությանը, պատժել Նիկոլ Փաշինյանին, նման հասարակության շրջանում ատելություն տարածելու, արցախցիների հանդեպ ով խոցելի խավ են, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, ովքեր տուն չունեն հիմա ապրելու, իրանց հանդեպ նման ատելություն տարածելու համար պատժել, մերժել նրան եւ ունենալ նոր Հայաստան առանց Նիկոլ Փաշինյանի։ Իսկ որպես քաղաքական ուժ դուք կիսում եք իրական Հայաստանի գաղափարը եւ ինչ կանոններով, ինչ նարատիվներով եք առաջնորդվում Արցախ վերադարձ ըստ ձեր քաղաքական ուժի լինելու է թե ոչ։ Իրական Հայաստանի գաղափարի ինչը կիսենք։ Նիկոլ Փաշինյանը ձեռքը մի հատ քարտեզ ա վերցրել, որը ոչ մի իրավական հիմնավորում չունի։ Այդ քարտեզի այդ ձեռի քարտեզի մի մեծ հատված այս պայն Ադրբեջանի ձեռքում է։ Ինքը նույնիսկ այդ քարտեզին չի կարա տիրություն կատարի։ Այդ ինչ է խոսում, ինչ իրական Հայաստան, ինչ խաղաղություն։ Խաղաղությունը հանձնվածի պատանդի կարգավիճակով չի լինում։ Եթե խաղաղությունն է, մեր գերիները ինչ գործ ունեն Բաքվում։ Միֆ է այդ խաղաղությունը։ Հաջորդը մեր կուսակցության դիրքորոշումը Արցախի հարցի հանդեպ մեր կուսակցությունը չունի ոչ նման որևիցե հարցի հանդեպ դիրքորոշում։ Ես կարող եմ իմ անձնական կարծիքը ասել, դա այն է, որ Հայաստանը այս ռազմաքաղաքական ղեկավարությունը այնպեսի իրավիճակի է հասցրել, որ հիմա դրա մասին խոսալը ուղղակի կարիք չկա, երբ որ մեր բանակը կամրանա, երբ որ մեր պետությունում կլինի պատասխանատու իշխանություն, ով պատրաստ է կարևոր որոշումներ կայացնել, չսխալվել եւ սխալվելուց էլ չգնալ բունկերում հարբել, մեղքը գցել թալանչի օլիգարխների վրա ու խոստանալ պատժել ու 8 տարում ոչ մի բան չանել, երբ որ մենք նորմալ իշխանություն կունենանք, նոր մեր Արցախ հայրենակիցների վերադարձի հարցը մենք կարող ենք բարձրացնել եւ տեր լինել այդ հարցին։ Դուք խոսում եք երկարաժամկետ գործընթացի մասին, սակայն այդ երկար ժամանակը այսպայն Հայաստանը ունի, քանի որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը այդ ժամանակ
ժամանակը չեն տա Հայաստանին։ Եվ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ եթե նրանք իշխանության չլինեն, անդիմությունը իր այսպես Արցախ վերադարձ լինելու է հայտարարություններով անգամ կբերի պատերազմ։ 20 թվականի պատերազմից անցել է 6 տարի։ Այդ 6 տարում մենք եւս 3 պատերազմ ենք ունեցել։ Ինչա Նիկոլ Փաշինյանի որևիցե հանձնվելու հայտարարություն օգնելա, որ պատերազմ չլինի։ Եկեք ավելի ռեալ դատենք, եկեք ներկա ժամանակահատվածում միակ երաշխավորը կարող է լինել հայկական բանակը։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ԱՄՆ-ն կարող է հարձակվել ուղակի Վենեսուելայի նախագահին գողանալ կամ ուղակի հարձակվել Իրանի վրա, ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել քո անվտանգությունը, քանի որ այդ միջազգային փաստաթղթերի գլխավոր երաշխավորներից մեկը ուղակի զուգարանն աննետել ցանկացած միջազգային իրավաքաղաքական պայմանագիր։ Այս պարագայում միակ լուծումը Հայաստանի ուժային գործոն դառնալն է։ Ինչքան արագ մենք կդառնանք ուժային գործոն, այնքան ոչ ցավոտ կլինի նման լուծումները։ Ինչքան ուժ դառնանք, այնքան պատերազմները շատ են լինելու, կորուստները շատ են լինելու, տարածքներ շատ են կորցվելու։ Իսկ այս ռազմաքաղաքական ղեկավարությունը ուղղակի տրամագծորեն հակառակ քայլեր է իրականացնում, ինչ պետք է Հայաստանին։ Իսկ ըստ ձեզ որ խոսույթներն են, որ մարդկան ժողովրդի մեջ վախ է տարածում։ Դե փաստացի թիվ 1 խոսույթը էդի պատերազմով սպառնալն է, երբ ասում է, եթե ինչ չընտրեք, մաքսիմում 6 ամսից մինչև սեպտեմբեր պատերազմը սկսելու։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա ոնց որ կայնի Ալիևի բռնանում է ժողովրդի կամքին, ասում է Ալիև ջան, տես, եթե ինձնից հետո ջրհեղեղ, եթե ես չանցա, կարաս հարձակվես, քեզ լեգիտիմ պատճառներ տալիս եմ, քո հարձակումներ լեգիտիմացնում եմ, կհիմնավորես, որ այնտեղ ռևանշիստական ուժեր են եկել իշխանության, հանգիստ կհարձակվես, քո խնդիրները կլուծես։ Այս ամբողջը քաղաքական աղբ է, այն ինչ այսօր քաղաքացիական պայմանագիրը տարածում է այս ատելության մթնոլորտը։ Այդ քաղաքական աղբից ազատվելու լավագույն միջոցը հունիսի 7-ին գալ ընտրատեղամաս, ընտրել բոլորին դեմ եմ, եւ մենք 100 օրում այդ աղբը կմաքրենք մեր երկրից։